Շուրջ մեկ ամիս է վաղար շաբաթը համայնքապետ չունի։ Դիանա Գասպարյանի հրաժարականից հետո համայնքի կառավարումը փոխանցվեց առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանին։ Մի քանի օր առաջ քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստում քննարկվել է Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի թեկնածությունը վաղար շաբաթի համայնքապետի պաշտոնում։ Նիստին հրավիրված Մեխակյանը առաջարկն ընդունել է։ Մի փոքր անակնկալի եկա, բայց նաև այստեղ հարց կար ընտրություններ գնալու, քանի որ ընտրություններ գնալը, ընտրությունների նախապատրաստվելը դա բավական ժամանակատար եւ դժվար թիմ կազմելու, թիմին առաջնորդելու մեծ աշխատանք եւ ջանքեր են պահանջում։ Տնտեսագիտի մասնագիտությամբ Մեխակյանը մարզպետի պաշտոնը ստանձնել է 6 ամիս առաջ։ Մինչև այդ ղեկավարում էր խոյ խոշորացված համայնքը։ Եղել է նաև Էջմիածնի քաղաքապետի տեղակալ, Արմավիրի փոխմարզպետ, ազգային ժողովի 7-րդ գումարման падգամավոր։ Մարզպետից հետո համայնքապետի թեկնածու առաջադրվելը Մեխակյանը հետ քայլ չի համարում։ Պաշտոնի վերադասության կամ ստորադասության խնդիր չկա, որովհետեւ թիմ ընտրություններով ձևավորված պաշտոնը դա ուրիշ պաշտոն է, իսկ նշանակովի պաշտոնը ուրիշ պաշտոն է։ Ես կարող եմ ընդհանրապես ասել, որ համայնքի ղեկավարի աշխատանքը ինձ համար շատ հոգերահարազատ աշխատանք է։ Կառավարող կուսակցության վարչության նիստում քննարկվել է նաև վաղար շաբաթ եւ Խոյ համայնքների միավորման հարցը։ Խոսակցություններ կան, որ դա արվում է Խոյ համայնքի բնակիչ Արգիշտի Մեխակյանին վաղար շաբաթցի դարձնելու համար, որպեսզի համայնքապետի պաշտոնում առաջադրվելը օրենքի խախտումով չլինի։ Մարզպետ Մեխակյանն առարկում է, խոշորացված համայնքները մեկ փնջի մեջ ներառելն ըստ նրա քաղաքական իշխանությունների որոշումն է դեռ 2021 թվականից, երբ համայնքները խոշորացվում էին։ Եվ քանի որ Արմավիրը խիտ բնակեցված մարզ է, որոշվել է բնակավայրերի միավորումն իրականացնել փուլերով։ Արվել է ստեղծած իրավիճակում պայմանավորված, այսինքն եթե պետք է գնանք արտահերթ ընտրությունների, մենք միանգամից որոշում ենք կայացնում, որ մենք գնանք արտահերթ ընտրությունների արդեն խոշորացված տարբերակով, որովհետև 2026-ի ավարտին գիտեք, որ արդեն մարզի մնացած համայնքների հերթական ընտրություններն էր եւ հենց այդ ժամանակ շատ հնարավոր էր նոր այդ խոշորացումը կամ վերախոշորացումը նորից տեղի ունենար, որպեսզի կրկնակի ընտրություններ վաղար շաբաթում տեղի չունենան, նաեւ այս փուլում է որոշում կայացվել, որ պետքա ինքը վերամիավորվի։ Հաջորդ քայլը վաղար շաբաթի ավականունն է։ Համայնքի ղեկավարի լիազորությունների դադարեցումից մեկ ամիս անց ավականին պետք է արտահերթ նիստ հրավերի եւ իր կազմից ղեկավար ընտրի։ Հակառակ դեպքում համայնքապետի պաշտոնակատար կնշանակի վարչապետը։ Ավականին իր գործառույթները շարունակում է որոշակի սահմանափակմամբ, այսինքն հաստիքացուցակի եւ կառուցվածքային փոփոխությունների բացառությամբ, այսինքն չի կարող իրականացնել համայնքի աշխատակազմի եւ համայնքային ենթակայության հիմնարկների հաստիքացուցակի եւ կառուցվածքային փոփոխություններ, մնացած մասով իր լիազորությունները շարունակում են մինչեւ նոր ընտրություններով ձևավորված ավականին օրենքով սահմանված կարգով կստանձնի իր պարտականությունները։ Եթե համայնքների միավորման որոշումն օրենքով սահմանված կարգով կայացվի նախատեսված ժամկետում, ապա արդեն աշնանը վաղար շաբաթը 19 բնակավայրով համայնքապետ կընտրի։ Մեխակյանը հաջողության հույս ունի, ասում է Էջմիածնի քաղաքապետի տեղակալ, ապա Խոյի համայնքապետ աշխատած տարիներին հնարավորինն արել է համայնքները զարգացնելու եւ բնակիչների կյանքը թեթևացնելու համար։ Հայկուշ Ասլանյան, Հայկ Պետրոսյան, լուրեր։